Այսօր մեր քաղաքական դաշտում ընտրապայքարում բոլորը խոսում են հին խոստումներով և հնեմաշ մեթոդներով, մինչդեռ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը խոսում է 21-րդ դարի լեզվով։ Մենք չենք խնդրում ձեզանից ուղղակի վստահել մեզ, մենք եկել ենք առաջարկելու ձեզ աշխարհի ամենաանվտանգ համակարգը՝ բլոկչեյն տեխնոլոգիան։ Ողջույն բոլորին, դիմում եմ IT ոլորտի համայնքին, դիմում եմ այն մարդկանց, ովքեր գիտեն ինչ է նշանակում զրոյից մեծ համակարգ ստեղծելը, դիմում եմ ծրագրավորողներին, ինժեներներին, ստարտափներին և այն մարդկանց, ովքեր ամեն օր աշխատում են ապագայի տեխնոլոգիայի վրա։ Մենք ամեն օր լուծում ենք բարդ խնդիրներ, բագեր, բայց երբ դուրս ենք գալիս մեր գրասենյակից, տեսնում ենք, որ պետական մեր համակարգը հնեցած legacy կոդ է, այն դանդաղ է, լի է սխալներով և չի սպասարկում մեր օգտատիրոջ, այսինքն քաղաքացու շահերը։ Ես Հակոբ Գազազյանն եմ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության թիմից։ Մենք եկել ենք այստեղ ոչ թե քաղաքականություն խաղալու, այլ մեր պետական համակարգը ռեֆակտո անելու համար։ Այն պետք է մաքրել հին ու անարդյունավետ հնեցած կոդից։ Հիմա ձեզ մոտ հարց կառաջանա, ինչ է բլոկչեյնը։ Հիմա պարզ լեզվով բացատրեմ։ Բլոկչեյնը դա այսպես ասած արդարության մատյան է, որտեղ գրված է ամեն մի գործարք, ամեն մի որոշում, ամեն մի լումա։ Այնտեղ հնարավոր չէ այդ մատյանից էջ պոկել, հետին թվով փոփոխություններ անել կամ գրվածը ջնջել։ Այսպես ասած, դա ճշմարտության մեքենա է։ Օրինակ, ոչ մի պաշտոնյա չի կարող ասել, որ փաստաթուղթը կորել է կամ սխալմունք է տեղի ունեցել։ Եկեք մի պահ պատկերացնենք պետությունը մի մեծ օպերացիոն համակարգի։ Այսօր այդ համակարգը քրաշ է լինում ամեն քայլափոխին։ Կոռուպցիան, բյուրոկրատական անարդարությունը, դրանք ուղղակի համակարգային սխալներ են և դրանց լուծում է պետք։ Իսկ մենք IT ոլորտի մարդիկս գիտենք իրենց լուծումը։ Լուծումը դա թափանցիկությունն է և ավտոմատացումը։ Ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության թիմում եմ և մենք հավատում ենք, որ հոգատարություն ու ազնվությունը պետք է օգտագործենք 21-րդ դարի գործիքներով։ Մենք չպետք է վստահենք մարդկանց բարի կամքին կամ խոսքին, այլ պետք է վստահենք ալգորիթմին, որը երբեք չի ստում։ Խոսենք աշխարհի փորձից։ Էստոնիան, որ իր պետական ռեգիստրը պահում է բլոկչեյն համակարգի վրա, այդ համակարգի շնորհիվ նա տարեկան խնայում է իր հնայի 2%-ը միայն բյուրոկրատիան վերացնելու հաշվին։ Օրինակներից մեկն է Շվեյցարիան, մեր հարևան Վրաստանը, որը տեղադրել է բլոկչեյն համակարգը կադաստրային համակարգում, ովքեր ձեռք են բերում անշարժ գույք և պահում են իրենց սեփական իրավունքները։ Այդ ամենից ավելի լավ կարող ենք կատարել մենք։ Հայաստանի IT ոլորտը մեր տնտեսության շարժիչ ուժն է։ Այն պետք է զարգացվի ինովացիոն կրթությամբ։ Ոչ միայն պարզապես դպրոցներ, այլ նաև ինովացիոն կենտրոններ ողջ Հայաստանում, Էջմիածնից մինչև Գյումրի, Կումայրի, Կումայրից մինչև Կապան։ Այս ամենը պետք է կառավարվի բլոկչեյն տեխնոլոգիայով, ապահովելով ֆինանսական արդար բաշխումը։ Բլոկչեյնը մեզ թույլ կտա ունենալ խելացի պայմանագիր, smart contract։ Պետական տենդերները կհաղթի նա, ով իրոք լավագույնն է, այլ ոչ թե նա, ով լավ ծանոթ ունի, սրան նրա հորեղբորդ տղեն է։ Գումարը կփոխանցվի այն ժամանակ, երբ որ աշխատանքը որակով ավարտված կլինի։ Սա է իրական արդարությունը, բարեկամներ։ Սիրելի հայրենակիցներ, հատկապես դիմում եմ երիտասարդներին և տեխնոլոգիայի աշխարհի մարդկանց։ Եկեք միասին թարմացնենք, update անենք մեր պետական համակարգը, դբակ անենք Հայաստանը և կառուցենք արդար և արդյունավետ ապագա։ Քվեարկեք հանուն թվային արդարությանը, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության օգտին։